Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ինչպես գիտեք, ես Էլֆրասենս Բարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ, նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում եւ ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև on-line տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր եթերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, Facebook-յան ալիքներում, Contact-ում, Telegram-յան ալիքներում, TikTok-յան ալիքներում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ, հմայախոսություններ, ծիսակարգեր, որոնք որ ես ձեզ ի սրտե նվիրում եմ։ Здравствуйте, мои дорогие подписчики, как вы знаете, я экстрасенс, парапсихолог, ведический астролог, ясновидящая. Я делаю расклады на картах Таро, работаю с помощью рун, делаю чистку, ставлю защиту. Для каждого человека отдельно составляю натальную карту, астрологическую матрицу. Если вам нужна моя помощь, обращайтесь. Я людей принимаю в себя в доме. Если не можете приходить, работаю онлайн с помощью видеозвонка. Каждую субботу и воскресенье у меня прямые эфиры, где я отвечаю на ваши вопросы. Я знаю, что много моих подписчиков, они русскоязычные люди. Вы тоже можете давать ваши вопросы на русском. Я с вашим удовольствием на ваши вопросы тоже отвечу. Пишите ваше имя, сколько вам лет. И сфера вопроса. Любовные отношения, финансовая сфера, здоровье, наличие негатива. Мои прямые эфиры, они уникальные. Я во время прямых эфиров и отвечаю на эти вопросы. Есть негатив, порча, проклятие. Если я даже увижу, что ваши трудности, ваши проблемы, это от наличия негатива, я это тоже вам буду говорить. Ինչպես գիտեք, սիրելիներս, ամեն շաբաթ կիրակի մտնում եմ ուղի եթեր, որտեղ որ պատասխանում եմ ձեր հարցերին, գրում եք ձեր անունը, գրում եք ձեր տարիքը, գրում եք ձեր հարցի ոլորտը, անձնական, գործնական, ֆինանսական, առողջական, նաև կարող եք ձեր էներգիայի մասին հարցեր տալ, ձեր վրա կա նեգատիվ թե ոչ, իմ ուղիղետերները ունեն նաև նման յուրահատկություն, ես նման հարցերի նույնպես պատասխանում եմ, եթե ես տեսնեմ, հասկանամ, որ ձեր խնդիրը, ձեր պրոբլեմը դա նեգատիվի առկայությունն է, ես դա նույնպես բարձրաձայնելու եմ։ Դուք էլ ակտիվ եղեք սիրելիներս, ձեր լայքերով, ձեր սրտիկներով, ձեր նվերներով, որպեսզի իմ տված էներգիայի դիմաց ես ստանամ ձեր նվերների, ձեր լավ մեկնաբանությունների էներգիան։ Այսքանը սիրելիներս կարող եք արդեն ձեր հարցերը տալ։ Շնորհակալ եմ լայքերի համար, շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ սիրելիներս։ Լիլիթ 21 տարեկան, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Լիլիթի համար, Լիլիթ 21 տարեկան։ Սիրելի Լիլիթ, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, սկզբում ձեր ֆինանսական ոլորտում, ձեր մասնագիտական ոլորտում կլինի հաջողություն, հետագայում նաև ձեր անձնական ոլորտում կլինի հաջողություն։ Նորա 41 տարեկան, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Նորայի համար, Նորա 41 տարեկան։ Սիրելի Նորա, ձեր ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, եթե նույնիսկ կան ֆինանսական խնդիրներ, պրոբլեմներ, դուք այդ ֆինանսական խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։
Էդգար 21 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Էդգարի համար։ Էդգար 21 տարեկան։ Սիրելի Էդգար, ձեր կյանքի բոլոր ոլորտներում է լինելու է հաջողություն։ Ճիշտ է, կամաց է լինելու անմիջապես մեկից երկնքից մանանա չի թափվելու, սիրելի Էդգար։ Դու պետք է ցկտում ունենաք, աշխատասիրություն ունենաք եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում եւ գործնական եւ անձնական կլինի հաջողություն։ Վաղո 35 տարեկան անձնական։ Վաղո 35 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Վաղոյի համար։ Վաղո 35 տարեկան անձնական։ Սիրելի Վաղո, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդակ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր անձնականը փակված է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մակրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Վաղո, եւ անձնական կլինի եւ հաջողություն կլինի։ Քանի կա այս մագիան կախարդանքը, սիրելի Վաղո, չեմ տեսնում հաջողություն չկա, քանդվում է ձեր անձնականը։ Արման 27 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արմանի համար։ Արման 27 տարեկան։ Ընդհանրապես սիրելի Արման, ճիշտ է դուք կալանավորված եք, բայց ես վտանգավոր իրավիճակներ չեմ տեսնում։ Ձեր եւ անձնական ոլորտում է լինելու հաջողություն, նաեւ այդ կալանավայրում է լինելու հաջողություն։ Աստված ձեզի հետ է, մի վախեցեք, հաղթանակներ եմ տեսնում, հնարավորություններ եմ տեսնում։ Ճիշտ է, կալանավորված եք, բայց ես տեսնում եմ, որ լինելու է հաջողություն, լինելու է հաղթանակներ։ Արփինե Լիլիթ 43 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը Լիլիթի համար։ Լիլիթ Սիրելի Լիլիթ, ցույց է տալիս, որ կա ֆինանսական խնդիրներ, կա ֆինանսական դժվարություններ, կա պրոբլեմներ, կա ձեր կյանքի մեջ եւ գործնական ոլորտում եւ անձնական ոլորտում, ոնց որ վազում եք եւ չեք հաջողություն ունենում։ Սիրելի Լիլիթ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդակ։ Էքստրասենսի դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Լիլիթ, նոր դրանից հետո կլինի եւ անձնական երջանկություն եւ ֆինանսական հաջողություն։ Արսինե 19 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արսինեի համար։ Արսինե 19 տարեկան անձնական։ Սիրելի Արսինե, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Արսինե, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Հաջողություն է ցույց տալիս։ Շնորհակալ եմ նվերների համար, Վայլա 22 տարեկան, երբ կգնաք Ռուսաստան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Վայլայի համար։ Կա խնդիրներ, սիրելի Վայլա։ Սիրելի Վայլա, փակված է ձեր ճանապարհը, ձեր վրա կա տոհմական անեծք, որը փակում է եւ Ռուսաստան գնալու ճանապարհը,
փակում է եւ անձնական հաջողության ճանապարհը, փակում է եւ ֆինանսական հաջողության ճանապարհը։ Սիրելի վայրա, որպեսզի հնարավորություն լինի, որպեսզի ճանապարհները բացվեն, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ հնարավոր է Ռուսաստանել գնալ, Եվրոպայել, Ամերիկայել, քանի կա այս նեգատիվը ինքը փակում է ձեր ճանապարհը։ Անի 21 տարեկան, ինչ է սպասվում այս ամիս, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անիի համար, ինչ է սպասվում այս ամիս, ֆինանսական հաջողություն է սպասվում, հնարավոր է աշխատանք, հնարավոր է աշխատանքի առաջարկություն, ֆինանսական հաջողություն է սպասվում։ Արտուր 52 տարեկան, будет ли деньги? Արտուր 52 տարեկան, будет ли деньги? Կլինի փողեր թե ոչ։ Արտուր 58 տարեկան։ Կա խնդիրներ, սիրելի Արտուր։ Ճիշտ է, կա խնդիրներ, կա դժվարություններ, սիրելի Արտուր։ Դժվարությունները ցույց տալիս, գիտեք ինչ, սիրելի Արտուր, եւ ֆինանսական խնդիրներ ցույց տվեց, եւ անձնական խնդիրներ ցույց տվեց։ Կա նեգատիվ, որը փակում է ձեր ֆինանսական հաջողությունը եւ անձնական երջանկությունը։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Արտուր։ Նոր կլինի եւ ֆինանսական, եւ կլինի անձնական հաջողություն, տարօրինակ իրավիճակ է, վազում եք, վազում, արդյունք չեք ստանում, սիրելի Արտուր, քանի կա այդ նեգատիվը не будет деньги, дорогой Артур, на вас есть негатив, который закрывает все дороги. Обращайтесь к экстрасенсу, делайте чистку, избавьтесь от этого негатива и деньги будут. Կայանե 34 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Կայանեի համար։ Սիրելի Կայանե, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն։ Եթե նույնիսկ կա խնդիրներ, կա պրոբլեմներ, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, սիրելի Կայանե, հաջողություն է ցույց տալիս։ Անչափահասներին չեմ նայում, Սեդա 37 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սեդայի համար, Սեդա 34 տարեկան անձնական, սիրելի Սեդա, ձեր անձնական ոլորտում հաջողություն է ցույց տալիս, ինչ նպատակ երազանք էլ որ ունեք, ձեր նպատակը երազանքը կատարվելու է։ Եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից դուրս եք գալիս հաղթանակով։ Մարի 22 տարեկան, անձնականում կլինի փոփոխություններ թե ոչ։ Մարի 22 տարեկան, անձնականում կլինի փոփոխություններ թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը։ Այո, սիրելի Մարի, ձեր անձնական ոլորտում լինելու է փոփոխություն, ձեզանից աշխարհուսանք եմ սպասում, ինչ երազանք նպատակ որ ունեք, դրանք կատարվելու են։ Մայրամ 47 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մայրամին։ Մայրամ 47 տարեկան անձնական, կա խնդիրներ, սիրելի Մայրամ, ֆինանսական ոլորտում, գիտեք ինչ, սիրելի Մայրամ, ձեր ֆինանսականն է փակված եւ անձնականն է փակված, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա անեծք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, մաքրվեք, որ անձնական լինի, որ ֆինանսական լինի, ձեզանից եւ անձնականն է փախնում եւ ֆինանսական հաջողությունն է փախնում, վազում եք, վազում, արդյունք չկա, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա անեծք,
Նաթելա 35 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նաթելայի համար։ Նաթելա 35 տարեկան ընդհանուր։ Սիրելի Նաթելա, ձեր վրա կա տոհմական անեծք, ընդհանուր փակված է եւ անձնականը, եւ ֆինանսականը, կա նաեւ առողջական խնդիրներ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Նաթելա, դուք դեռ երիտասարդ եք, դուք դեռ հնարավորություն ունեք երջանիկ լինելու, դիմեք էքստրասենսի, կատարեք մաքրման գործողություն, եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Անի 28 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անիի համար։ Անի 28 տարեկան։ Սիրելի Անի, ձեր եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից դուրս եք գալիս հաղթանակով։ Կարինե 38 տարեկան, բալիկ կունենա թե ոչ։ Կարինե 38 տարեկան, բալիկ կունենա թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Կարինեի համար։ Կարինե 38 տարեկան, բալիկ կունենա թե ոչ։ Սիրելի Կարինե, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, որը փակում է բալիկ ունենալու հնարավորությունը, քանի կա այս մագիան չի լինի բալիկ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուք դեռ հնարավորություն ունեք, ժամանակ ունեք երեխա ունենալու, անտեղի միք կորցրեք այդ ժամանակահատվածը, մաքրվեք, նոր կլինի բալիկ։ Քրիստինե 44 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Քրիստինեին։ Քրիստինե 44 տարեկան անձնական։ Սիրելի Քրիստինե, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր անձնականը փակված է, ձեր արևը դարձրած է լուսին, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր կլինի անձնական, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, որը փակում է ձեր անձնականը, սիրելի Քրիստինե, դիմեք էքստրասենսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ կլինի անձնական։ Հրաչ 41 տարեկան ընդհանուր, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի հրաչի համար։ Հրաչ 41 տարեկան ընդհանուր։ Սիրելի հրաչ, ընդհանրապես ցույց է տալիս, որ խնդիրներ կա, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր դեմ բացվում է հնարավորություն, ձեր դեմ բացվում է ճանապարհներ, եթե խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Անի 29 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անիի համար։ Անի 29 տարեկան, շնորհակալ եմ լայքերի համար, շնորհակալ եմ սրտիկների համար, Անի 29 տարեկան։ Սիրելի Անի, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, ձեր կյանքի բոլոր ոլորտներում կա խնդիրներ, ձեր կյանքի բոլոր ոլորտներում կա պրոբլեմներ, կա նաև առողջական խնդիր, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Անի, եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Վահե Վարդուի միասին կլինեք թե ոչ։ Վահե Վարդուի միասին կլինեք թե ոչ։ Կգրի։
բայց խնդիրներ կա ձեր անձնականի հետ կապված, կգրի, կխոսի, բայց ձեր վրա կա նեգատիվ, այդ գրելն էլ չի օգնի, ձեր անձնական հարաբերությունները կփլուզվի։ Ճիշտ է, կապիկ ելնի, բայց անձնական հարաբերությունը չի կարգավորվի, որովհետև երբ ձեր երկուսիդ վրա էլ կա մագիա, կա խարդանք, որը չի թողնի, որ ձեր հարաբերությունները կարգավորվի, որպեսզի ձեր հարաբերությունները կարգավորվի, դիմեք էքստրասենսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այդ նեգատիվից։ Ալլա 44 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ալլայի համար։ Ալլա 44 տարեկան անձնական, սիրելի Ալլա, ձեր վրա կա տոհմական անեծք, ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր կլինի անձնական երջանկություն։ Կարինե 60 տարեկան ընդհանուր, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Կարինեի համար։ Կարինե 60 տարեկան ընդհանուր։ Սիրելի Կարինե, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա թուղթուգիր։ Դրա պատճառով կա խնդիրներ եւ անձնական ոլորտում, եւ գործնական ոլորտում, եւ ընտանեկան ոլորտում։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր կլինի հաջողություն։ Այս նեգատիվը ձեր կյանքի բոլոր ընթացքը դարձրել է տարօրինակ, դարձրել է փակ, անընդհատ փակուղիներ, անընդհատ խնդիրներ։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ Անժելա 27 տարեկան։ Անժելա 27 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Անժելայի համար։ Անժելա, կա խնդիրներ սիրելի Անժելա, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր եւ ֆինանսական ոլորտում եւ անձնական ոլորտում լինելու է հաջողություն։ Խնդիրներ կան, բայց դուք այդ խնդիրներից հաղթանակով դուրս եք գալիս։ Դիանա 22 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Դիանայի համար։ Դիանա 22 տարեկան անձնական, սիրելի Դիանա, կա խնդիրներ, ոնց որ ձեր անձնականը փակված լինի։ Սիրելի Դիանա, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր անձնականը փակված է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Դիանա, նոր կլինի անձնական, նոր կլինի հաջողություն ու երջանկություն։ Լուիզա 36 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լուիզայի համար։ Լուիզա 36 տարեկան անձնական, կա խնդիրներ սիրելի Լուիզա, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն։ Խնդիրները, պրոբլեմները թողնում եք անցյալում, ձեր դեմ փասում է հաջողության ժամանակահատված։ Ֆիրա 23 տարեկան անձնական, Ֆիրա 23 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ֆիրայի համար։ Ֆիրա 23 տարեկան անձնական, սիրելի Ֆիրա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, ձեր եւ անձնականն է փակված եւ կա առողջական խնդիրներ, մաքրվեք այս նեգատիվից, սիրելի Ֆիրա, եւ անձնական կլինի եւ հաջողություն կլինի։ Այս նեգատիվը ամեն ինչ փակում է, սիրելիս։ Տաթև 25 տարեկան անձնական,
Տաթև 25 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Տաթևի համար։ Սիրելի Տաթև, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակեր որ ունեք, ձեր երազանքները նպատակները կատարվելու են։ Շնորհակալ եմ նվերների համար, շատ շնորհակալ եմ ձեր լայքերի, նվերների համար։ Հովսեփ 44 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հովսեփի համար։ Հովսեփ 44 տարեկան անձնական։ Սիրելի Հովսեփ, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Շնորհակալ եմ նվերների համար։ Գևորգ 29 տարեկան վիզա կտան թե ոչ։ Գևորգ 29 տարեկան վիզա կտան թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Գևորի համար։ Այո, սիրելի Գևոր, վիզա կտան, ձեզանից էլ շնորհակալություն եմ սպասում, ձեզանից էլ մագարիչ եմ սպասում։ Այո, կտան։ Ռուսլան 34 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ռուսլանի համար։ Ռուսլան 34 տարեկան անձնական։ Սիրելի Ռուսլան, ձեր վրա կա թուղթուղի, ձեր վրա կա մագիա, որը փակում է ձեր անձնականը, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Ռուսլան, նոր կլինի անձնական, նոր կլինի ֆինանսական հաջողություն։ Սարգիս 40 տարեկան գործնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սարգիսի համար։ Սարգիս 40 տարեկան գործնական։ Կա խնդիրներ, սիրելի Սարգիս, ձեր ֆինանսա, սիրելի Սարգիս, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, ձեր գործնականը փակված է, մեկը երկուս չի դառնում, մինուսներ, բախկեր, բանկային խնդիրներ։ Սիրելի Սարգիս, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Սարգիս, եւ կլինի ֆինանսական հաջողություն, եւ դուք այդ ֆինանսական խնդիրներից, պրոբլեմներից դուրս կգաք։ Թինա 32 տարեկան ֆինանսական։ Թինա 32 տարեկան ֆինանսական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Թինայի համար։ Թինա 32 տարեկան ֆինանսական։ Սիրելի Թինա, ձեր ֆինանսական ոլորտում ճիշտ է կան խնդիրներ, բայց նաև կա հաջողություն։ Դուք այդ խնդիրներից հաղթանակով դուրս եք գալիս։ Լինելու է հաջողություն, լինելու է հնարավորություն, լինելու է հաջողություն, սիրելի Թինա։ Գեղամ 24 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Գեղամի համար։ Գեղամ 24 տարեկան անձնական։ Սիրելի Գեղամ, եւ անձնական, եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, ուղղակի որոշակի ժամանակ, որոշակի աշխատասիրություն եւ անձնական ոլորտում, եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, սիրելի Գեղամ։ Մարի 37 տարեկան անձնական ֆինանսական։ Մարի 37 տարեկան անձնական ֆինանսական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մարիի համար։ Մարի 37 տարեկան
անձնական ֆինանսական։ Սիրելի Մարի, ձեր եւ անձնական ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն։ Եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, հաջողություններ է ցույց տալիս եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում բարև ձեզ, բարև ձեզ։ Շնորհակալ եմ նվերների համար, լայքերի, սրտիկների համար, շատ շնորհակալ եմ սիրելիներս։ Ծովինար 48 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի ծովինարի համար։ Սիրելի ծովինար, ընդհանրապես ցույց է տալիս, որ ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրները, պրոբլեմները թողնում եք անցյալում, ձեր դեմ ասվում է հաջողության ժամանակահատված։ Հաջողություններ ցույց տալիս ձեր անձնական ոլորտում, սիրելի ծովինար, շնորհակալ եմ։ Նանե 23 տարեկան անձնական այս տարի կամուսնանաք թե ոչ։ Նանե 23 տարեկան անձնական այս տարի կամուսնանաք թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Ընդհանրապես ցույց է տալիս, որ կա ֆինանսական խնդիրներ։ Սիրելի Նանե, ձեր անձնականը փակված է, ձեր ֆինանսականը փակված է, ձեր ամուսնությունը փակված է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Նանե, նոր հնարավոր է անձնական հաջողություն։ Գայանե 53 տարեկան ընդհանուր։ Գայանե 53 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Գայանեի համար։ Գայանե 53 տարեկան ընդհանուր։ Սիրելի Գայանե, տարապես ցույց է տալիս, որ ձեր անձնականի վրա ցույց է տալիս, որ կա մագիա։ Եվ անձնական է փակված, այս մագիան կախարդանքը եւ ձեր անձնականն է փակում, եւ ձեր ֆինանսական հաջողությունն է փակում։ Եթե այս նեգատիվը չլիներ, սիրելի Գայանե, եւ անձնական ոլորտում կլիներ երջանկություն, եւ ֆինանսական ոլորտում կլիներ հաջողություն, բայց այս նեգատիվը չի թողնում, որ դուք առաջ ըշտակ, անընդհատ խնդիրներ, անընդհատ պրոբլեմներ։ Սիրելի Գայանե, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս կախարդանքը, որ կակարած է ձեր մագիա, ձեր անձնականի վրա, մաքրվեք եւ անձնական կլինի եւ ֆինանսական հաջողություն կլինի։ Մարուտանի գրեք ձեր տարիքը, որպեսզի կարողանամ պատասխանել։ Գևոր 33 տարեկան ֆինանսական, Գևոր 33 տարեկան ֆինանսական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Գևորի համար։ Գևոր 33 տարեկան ֆինանսական։ Սիրելի Գևոր, ձեր ֆինանսական ոլորտում է, անձնական ոլորտում է լինելու է հաջողություն, եթե խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Շնորհակալ եմ նվերների համար, լայքերի համար, շատ շնորհակալ եմ, սիրելիներս։ Շնորհակալ եմ ձեր նվերների, ձեր մեկնաբանությունների, ձեր լայքերի համար։ Արմեն Աստղիկ 52 տարեկան, կլինեք միասին թե ոչ։ Արմեն Աստղիկ 52 տարեկան։ Կա խնդիրներ, սիրելի Արմեն, սիրելի Աստղիկ, բայց այդ խնդիրները ժամանակավոր են։ Այո, դուք կլինեք միասին։ Ձեզանից էլ աշկալուսանք եմ սպասում, սիրելի Աստղիկ, սիրելի Արմեն, կլինեք միասին։ Լորանա 39 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լորանայի համար։ Լորանա 39 տարեկան անձնական։
Սիրելի Լորանա, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, եթե խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն։ Սոֆիկ Միսակ, անձնական, տեսնենք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Սոֆիկի և Միսակի համար, Սոֆիկ Միսակ, տեսնենք ինչ ասում դեզերքը, սիրելի Սոֆիկ, սիրելի Միսակ, բարապես ցույց է տալիս, որ ձեր անձնական և ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, հաջողություն է ցույց տալիս, եթե խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Տեսնենք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Նինայի համար, Նինա 24 տարեկան, առողջական, Նինա 24 տարեկան, առողջական։ Սիրելի Նինա, ձեր առողջականը դա թուղթուկրի անեսքի արդյունք է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի լինի լավացում, որպեսզի լինի ապակինում։ Քանի կա այս նեգատիվը, բժիշկների ցուցումն է ձեզ չեն օգնի։ Բժիշկների ցուցումներ կատարեք, էքստրասենսի ցուցումներ կատարեք, մաքրվեք, որպեսզի լինի լավացում, որպեսզի լինի առողջացում։ Շնորհակալ եմ նվերների համար, լայքերի ու սրտիկների համար, շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, Գարիկ Մայրամ, երեխա կունենան թե ոչ, Գարիկ Մայրամ, երեխա կունենան թե ոչ, տեսնենք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Գարիկի ու Մայրամի համար։ Այո, տեսնում եմ դուք բալիկ կունենաք, սիրելի Գարիկ, սիրելի Մայրամ, երեխա կունենաք, ձեզանից աշկալուսանք եմ սպասում, անչափահասներին չեմ նայում։ Թակուի 22 տարեկան անձնական, Թակուի 22 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Թակու։ Կա խնդիրներ սիրելի Թակուի, և անձնական ոլորտում, և ֆինանսական ոլորտում կա խնդիրներ։ Գիտեք ինչ, սիրելի Թակուի, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, ձեր և անձնականն է փակվում, և ֆինանսականն է փակվում։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Թակուի, և ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Սուսաննա 21 տարեկան, ինչպիսի տարի կլինի 2026 թվականը, տեսնենք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Սուսաննայի համար։ Սուսաննա, ինչպիսի տարի կլինի 2026 թվականը։ Ընդհանրապես ցույց է տալիս, որ լինելու է հաջողության տարի, հատկապես ձեր անձնական ոլորտի հետ կապված, սիրելի Սուսաննա, ձեր անձնական ոլորտի հետ կապված հաջողություններ է ցույց տալիս, ձեզանից էլ աշկալուսանք եմ սպասում։ Ռուզաննա Արթուր անձնական, Ռուզաննա Արթուր անձնական, տեսնենք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Ռուզաննայի Արթուրի համար։ Սիրելի Ռուզաննա, սիրելի Արթուր, ընդհանրապես ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, և անձնական, և գործնական, և ֆինանսական, եթե նույնիսկ խնդիրներ կա, դուք այդ խնդիրներից հաղթանակով դուրս եք գալիս։ Քամիլա 21 տարեկան, փոխեք ձեր աշխատանքը թե ոչ, տեսնենք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Քամիլայի համար։ Քամիլա 21 տարեկան,
Նեղված եք, սիրելի Քամիլա։ Ընդհանրապես գիտեք ինչ, սիրելի Քամիլա, ցույց է տալիս, որ կա խնդիրներ։ Եթե դուք այդ աշխատանքին էլ մնաք, լավ չի լինի։ Եթե փոխեք էլ չի ստացվի ոչ մի լավ բան, որովհետև սիրելի Քամիլա, ձեր վրա կա մագիա։ Սա հնարավոր է տոմական անեսք լինի, որը կարևոր չէ, որտեղ եք աշխատում, ինչ եք անում։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, սիրելի Քամիլա, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ յուրաքանչյուր աշխատանքներ ձեզի համար լավ կլինի, ձեզի համար էլ ձեր սեփական գործունեությամբ զբաղվելու հնարավորություններ կունենաք։ Սիրելի Քամիլա, քանի կա այս նեգատիվը, ոչ մնալն է ձեզ համար լավ, ոչ էլ դուրս գալը։ Անհապաղ դիմեք էքստրասենսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այդ նեգատիվից։ Մայրամ 51 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Մայրամի համար։ Մայրամ 51 տարեկան անձնական։ Կա խնդիրներ, սիրելի Մայրամ, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, եթե խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից հաղթանակով դուրս եք գալիս, սիրելիս։ Ռիտա 63 տարեկան, ինչ է սպասվում, Ռիտա 63 տարեկան, ինչ է սպասվում, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ռիտայի համար։ Ռիտա 63 տարեկան, ինչ է սպասվում։ Հաջողություն է ցույց տալիս, սիրելի Ռիտա, ձեր կյանքի մեջ եւ ֆինանսական ոլորտում, եւ անձնական ոլորտում, եւ ընտանեկան ոլորտում շատ մեծ անակնկալներ է սպասվում, սիրելի Ռիտա։ Հերմինե 22 տարեկան անձնական։ Հերմինե 22 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հերմինեի համար։ Կա խնդիրներ, սիրելի Հերմինե, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում լինելու է հաջողություն, սիրելի Հերմինե։ Լինելու է հաջողություն։ Աիդա 50 տարեկան անձնական։ Աիդա 50 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Աիդայի համար։ Աիդա 50 տարեկան անձնական։ Սիրելի Աիդա, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն։ Բայց փակում էր այս նեգատիվը։ Գիտեք ինչ, սիրելի Աիդա, ընդհանրապես ձեր կյանքի մեջ այսպիսի իրավիճակ է, պետք է լինի հաջողություն ու չի ստացվում, եւ անձնական ոլորտում, եւ ֆինանսական ոլորտում։ Ձեզ թվում է, թե անձնական հաջողություն կլինի, բայց այս նեգատիվը ամբողջովին փակում է։ Ձեր վրա կա տոհմական անեսք, որը փակում է եւ ձեր ֆինանսական ոլորտը, եւ ձեր անձնական ոլորտը, որպեսզի լինի երջանկություն, որպեսզի լինի ֆինանսական հաջողություն, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր ձեր կյանքի մեջ կլինի հաջողություն, փակված է ձեր եւ անձնականը եւ ձեր ֆինանսականը։ Շնորհակալ եմ նվերների համար, Արեգ 34 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը, Արեգ 34 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արեգի համար, Արեգ 34 տարեկան, կա խնդիրներ, սիրելի Արեգ, եւ ֆինանսական ոլորտում եւ անձնական ոլորտում լինելու է հաջողություն։ Եթե կա խնդիրներ, դուք այդ խնդիրներից հաղթանակով դուրս եք գալիս, ձեր ձեռ բացվում է հնարավորություններ։ Հաջողություններ ցույց տալիս եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում։ Էլիզա 46 տարեկան անձնական,
Էլիզա 46 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Էլիզայի համար։ Էլիզա 46 տարեկան անձնական։ Սիրելի Էլիզա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդանք, մագիա, ձեր անձնականը փակված է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Էլիզա, եւ կլինի հաջողություն։ Անի 29 տարեկան ֆինանսներ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Անիի համար։ Անի 29 տարեկան ֆինանսներ։ Սիրելի Անի, ձեր ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, եթե նույնիսկ խնդիր կա, պրոբլեմ կա, դուրս եք գալիս, հաջողություն է ցույց տալիս։ Իրինա 36 տարեկան։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Իրինայի համար։ Իրինա 36 տարեկան։ Սիրելի Իրինա, ձեր կյանքի բոլոր ոլորտներում էլ լինելու է հաջողություն։ Եթե նույնիսկ խնդիր կա, պրոբլեմ կա, դուք այդ խնդրից պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։ Շնորհակալ եմ նվերների համար, լայքերի ու սրտիկների համար։ Ռուզաննա 21 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Ռուզաննայի համար։ Ռուզաննա 21 տարեկան անձնական։ Կա խնդիրներ, սիրելի Ռուզաննա։ Ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, հաջողություններ ցույց տալիս, սիրելի Ռուզաննա։ Արդակ 50 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արդակի համար։ Արդակ 50 տարեկան անձնական։ Սիրելի Արդակ, ձեր անձնականը փակված է, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ կլինի անձնական։ Ձեր վրա կիր կա, սիրելի Արդակ, նեգատիվ կա, որը փակում է ձեր անձնական ոլորտը։ Արսեն 47 տարեկան։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արսենի համար։ Արսեն 47 տարեկան։ Սիրելի Արսեն, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, փակված է եւ անձնականը, փակված է եւ գործնականը։ Սիրելի Արսեն, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Արսեն, եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Փակված է ձեր մոտ ամեն ինչ, սիրելի Արսեն։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի ու սրտիկների համար։ Շնորհակալ եմ։ Ինչպես գիտեք, ես էքստրասենս բարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիայում մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում եւ ակտիվացնում։ Ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը, կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև on-line տեսազանգի միջոցով։ Ամեն շաբաթ կիրակի մտնում եմ ուղիղ եթեր, որտեղ որ պատասխանում եմ ձեր հարցերին։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Տևի 27 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Տևիի համար։
Դևի 27 տարեկան Սիրելի Դևի, ձեր վրական մագիան, ձեր վրական տոհմական անեսք և անձնականն է փակված և ֆինանսականն է փակված, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, դեռ երիտասարդ եք և ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, ձեր վրական կախարդանք, ձեր վրական մագիա։ Մարգարիտա Էդվարդ, կլինի հանդիպում թե ոչ։ Մարգարիտա Էդվարդ, կլինի հանդիպում թե ոչ։ Մարգարիտա Էդվարդ, այո, կլինի հանդիպում։ Անի Մարութ, կամուսնանաք թե ոչ։ Անի Մարութ, կամուսնանաք թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անիի և Մարութի համար։ Սիրելի Անի, սիրելի Մարութ, ձեր վրակա թուղթուգիր, ձեր վրակա մագիա, որի պատճառով չի լինի ամուսնություն, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր դրանից հետո հնարավոր է լինի և ամուսնություն, լինի և անձնական երջանկություն։ Ձեր երկուսի վրա էլ կախարդանք կա, որի պատճառով ոչ իրար հետ եք կարողանում ձեր անձնականը դասավորեք, ոչ էլ առանձին։ Ես էլ ձեզանից եմ շնորհակալ։ Անի, սիրելի Անի, գրեք ձեր տարիքը, գրեք Անի տարիքը, մեկ էլ հարցը։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների, նվերների համար։ Անի 35 տարեկան ֆինանսական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անիի համար։ Անի 35 տարեկան ֆինանսական, սիրելի Անի, ճիշտ է կա խնդիրներ, պրոբլեմներ, բայց դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, հաջողություն է ցույց տալիս սիրելի Անի և ֆինանսական ոլորտում և անձնական ոլորտում։ Շնորհակալ եմ սիրելի նվերների համար, լայքերի համար։ Անի 35 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր մյուս Անիի համար։ Անի 35 տարեկան անձնական։ Անի 35 տարեկան անձնական, սիրելի Անի, ձեր վրակա կախարդանք, ձեր վրակա մագիա, ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, կլինի անձնական։ Ձեր վրա կար թուղթուգիր, սիրելի Անի։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի համար։ Շնորհակալ եմ նվերների, լայքերի համար, շատ շնորհակալ եմ։ Ինչպես գիտեք, ես էքստրասենս պարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ,
նայում եմ նեգատիվ էներգիայում մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թalisմաններ եմ պատրաստում եւ ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաեւ օնլայն տեսազանգի միջոցով։ Շնորհակալ եմ նվերների համար։ Այսօր ավարտում եմ իմ ուղի ետերս սիրելիներս։ Ինչպես գիտեք, ես էքստրասենս բարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիայում մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում եւ ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր ուղիաթերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, Contact-ում, Facebook-յան ալիքներում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ, հմայախոսություններ, ծիսակարգեր, որոնք որ ես ձեզ ի սրտե նվիրում եմ։ Այսքանը, սիրելիներս, հաջողություն, ցտեսություն։